Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շատ հստակ ամեն ինչ, գործող իշխանությունը, որը ընդհանրապես որևէ օրենքի չի ենթարկվում, որի տարբեր ներկայացուցիչները համատարած զբաղված են ընտրակաշառքներ բաժանելով, սոցիալական օգնության անվան տակ, խոստումների անվան տակ, ընտրություններից մեկ ամիս առաջ կենսաթոշակները բարձրացնելով, հարկերի իջեցումներ խոստանալով եւ այլն, հստակ հասկանում է, որ իրանց այդ ամբողջ գործիքակազմը ինչ-որ իմաստով սպառել է իրեն եւ այլևս ընտրական տրամադրությունների վրա չի ազդում։ Եվ նաեւ հստակ հասկանում է, որ անդիմադիր ամբողջ դաշտում առաջատարը այսօր ուժեղ Հայաստանն է։ Եվ ուժեղ Հայաստանը դա չի ընդհանրում եւ դա պայմանավորված է ըստեյության նրանով, որ մեր ժողովուրդը ցանկանում է թարմություն տեսնել քաղաքական դաշտում, ուզում է տեսնել նոր ուժ, որը ոչ միայն կապ չունի Փաշինյանի եւ իր վարչակույտի հետ, այլև կապ չունի նախկին իշխանությունների հետ եւ պատրաստ է նոր մոտեցումներ բերել, նոր պատասխանատվություն ստանձնել։ Դրա համար էլ նրանք թողել են արդեն Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի եւ ամբողջ իրենց քարոզչական եւ ադմինիստրատիվ ռեսուրսը ուղղել են ուժեղ Հայաստանի դեմ։ Դա զարմանալի չէ, որովհետեւ հասկանում են իրանց համար իրական վտանգը որտեղից է գալիս եւ փորձել են բնականաբար այս մնացած 4 շաբաթների ընթացքում հնարավոր ցանկացած հնարավոր եւ անհնարին բան անելով, որպեսզի ուժեղ Հայաստանի հաղթանակի շանսերը նվազեցնեն։ Կարծում եմ իրանք կձախողվեն, որովհետեւ այդ ամեն ինչը այլևս արդյունք չի տալիս։ Երեք հերթական Միքայել առաջ կգաս։ Եվ Հակոբյանի Պաշտոնյաների այցից հետո եւ Մեկատատներ ժողովից հետո իշխող ուժի մասնակցություն Պաշտոնյանի վարկանիշը նախորդ ամիսների համեմատ ավելի բարձրացել է լուծումների նախաշխատում։ Եկեք, գիտեք ինչ տեսեք, սոցիոլոգիական հարցումներ հիմա այն հաջողականությամբ են արվում, հա, ամեն շաբաթ մենք 2-3 սոցիոլոգիական հարցման արդյունք ենք տեսնում։ Ընտրությունների արդյունքների տեսանկյունից սոցիոլոգիական հարցումները ընդամենը, այսպես ասած, ուղղորդող գործոն են, ընդամենը ուղղորդող գործոն։ Ընտրությունների օրը այդ գործոններին խառնվում են բազմաթիվ հավելյալ գործոններ։ Ընտրողներից ով է գալի ընտրության, ի վերջո վերջի պահին ինչ ընտրություն է կատարում, իր խղճի առաջ ինչ պատասխան է տալիս եւ այլն։ Դա համար եկեք վերաբերենք բոլոր սոցիոլոգիական հարցումներին, որպես ընդհանուր, այսպես ասած, ֆոն, հաշվի առնենք հետեւյալը, որ ոչ մի սոցիոլոգիական հարցում եւ ոչ մի սոցիոլոգիական հարցում գործող իշխանությանը բացահայտ առավելություն չի տալիս։ Անդիմադիր դաշտը միասին վերցած ավելի շատ աջակցություն ունի տասնի գործող իշխանությունը, ցանկացած պրակտիկորեն սոցիոլոգիական հարցման մեջ, ուստի մեր հիմնական խնդիրը լինելու է նա, որ մենք անդիմադիր ընտրողին կարողանանք բերել ընտրության եւ իրան համոզենք, որպեսզի ինքը ընտրի անդիմադիր դաշտի առաջատար ուժին, որովհետեւ ամենակարևորը նրանում է, որ անդիմադիր դաշտը, որը առնվազն 70% կազմում Հայաստանում, ինքը գա ընտրության եւ իր ձայները չփոխանցի։ Եթե մենք այդ երկուսը կարողանանք ապահովել, հաղթանակը երաշխավորված է։ Հիմա վերադառնալով ձեր հարցին, ինչպես ենք անելու։ Տեսեք, իշխանությունը վերահսկում է հանրային հաղորդակցության կարևորագույն խողովակները։ Առաջին հերթին հանրային հեռուստատեսություն։ Հանրային հեռուստատեսության միջոցով վերջին 5 տարիների ընթացքում դա ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք եւ ատելություն է տարածել։ Ամենօրյա ռեժիմով եւ շարունակում է տարածել։ Եվ ցավոք, մեր հասարակության այն մասը, որը ինֆորմացիա ստանում է հանրային հեռուստատեսությունից, ենթարկվել է այդ ազդեցության, այդ տոքսիկ թունավորող ազդեցությանը։ Մենք միակ ձևը այդ մարդկանց հասնելու դա ֆիզիկական կոնտակտ է։ Տեսեք, ես այսօր խոսում եմ, տեսնում եմ, առնվազն 20 տեսախցիկ է, չէ՞ նկարում, բայց այդ 20 տեսախցիկից եւ ոչ մեկի նկարածը հասարակության այն մասը, որը մեկ է նայում, չի տեսնում։ Դա համար միակ ձևը իրանց կարծիքի վրա հասնելու դա նրանում է, որ մենք գնանք իր դուրը ծեծեին, մտնենք, բարևենք, ներողություն խնդրենք, որ իր հանդուրը խախտում ենք, եւ այդ մարդու հետ խոսենք, անմիջական խոսենք։ Այդպես արդեն սկսել ենք անել, եւ այս վերջի 4 շաբաթները պետք է առավելագույնս օգտագործենք, որպեսզի այո, ամեն հայ մարդու մտնենք եւ իրան ասենք հետեւյալը. եթե դու ընտրում ես Փաշինյանին, դու ընտրում ես Էրդողանին եւ Ալիևին, որտեղ Փաշինյանը այսօր
դարձել է Էրդողանի եւ Ալիևի բացահայտ ծառանոց համակարգը։ Դու ընտրում ես 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակվելը։ Դու ընտրում ես Սյունիքի հանձնումը Ադրբեջանին։ Դու ընտրում ես հայկական եկեղեցիների ավերումը, դու ընտրում ես հայ առաքելական եկեղեցու որպես կառույցի ավերումը։ Դու ընտրում ես մի Հայաստան, որում քո երեխաները չեն ուզենալու ապրել։ Մի խափնվի այն ասֆալտին, որը Փաշինյանը բերել է կդուրը։ Այդ ասֆալտը վաղը մյուս օրը քանդվել է, բանավան, որ անորակ ասֆալտ է։ Հիշի, որ մենք 3000-ամյա ազգ ենք, եւ դեռ 3000 եւ ավել 1000 տարիներ պետք է ապրենք։ Մեր ազգի ապական մի զոհի կգրանդեմի ասֆալտ։ Ասունակացություններ ադրբեջանցի Հայաստան գալու, որովհետեւ այդ տեղեկությունը ամեն կերպ վերքվել է։ Այդ տեղեկությունը Ալիևի կողմից չի հերքվել։ Տեսնում եմ, որ դուք Սիվիկից եք։ Ես վստահ եմ, ես ասեմ, որ Ալիևը ամեն ինչ ասում է Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո, ապա ես ոչ թե Ալիևին եմ վստահում, այլ ասում եմ հետևյալը, եթե Ալիևը ասում է, ուրեմն Փաշինյանը արդեն համաձայնվել է։ Եկեք, գիտեք ինչ, դուք լրագրող եք, թե ԹԿՊ-ի անդամ։ Եթե լրագրող եք, եկեք իմ այդ քաղաքական դիսպուտի մեջ մի մտեք։ Մենք տեսել ենք, որ այս ընթացքում Ալիևը ինչ ասել է, մեկին մեկ տեղի անցել։ Ինչի որտեղ Ալիևը ցանկացած բան Փաշինյանի հետ համաձայնեցնում է, հետո է ասում, ինչի որովհետև Փաշինյանն ու Ալիևը դրանք մի տիրոջ ծառայող երկու ծառաներ են։ Իրանք նույն քաղաքական սուբյեկտն են եւ դա արդեն ապացուցված է։ Բազմիցս ապացուցված է։ Դուք ես Մենք քաղաքական ուժը հայակությունից ասում ենք ուժը Հայաստանը, մենք աջակցել ենք ուժը Հայաստանը։ Ուժը Հայաստանը ունի իր քաղաքական ծրագիրը, որի կազմելու մենք անմիջական մասնակցություն ունենք։ Դրա հիմքում հետևյալն է եւ ամենակարևորը հետևյալն է։ Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտներին։ Մենք չենք գնալու թուրք-ադրբեջանական պարտներին։ Հայաստանը պետք է իր ներքին ռեսուրսների եւ նաեւ իր դաշնակից եւ գործընկեր ուժային կենտրոնների հետ միասին կարողանա ձևավորել այնպիսի անվտանգային ճարտարապետություն եւ այնպիսի անվտանգային համակարգ, որը մեզ հնարավորություն է տալիս մերժել թուրք-ադրբեջանական պարտադրանքը։ Դա ամենաառանցքայինն է։ Մենք այլևս չենք գնալու թուրք-ադրբեջանական պարտադրանքով մեր եկեղեցիները քանդելու։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին վարքաբեկելու, Արարատը եւ մեր մշակույթի եւ ինքնության սիմվոլները մեր կյանքից հեռացնելու, մեր парքի անկյունները դպրոցներից հանելու, մեր պատմությունը դասագրքերից հանելու եւ այլն։ Սա ըստ էության կռիվ է եւ հարակնյա վերահսկողությունը պահպանելու։ Եվ մենք այդ կռիվը անելու ենք մինչեւ վերջնական աջակցում ձեր խոսքաբերքերեմ ինչպես է պայմանավորված եւ ըստ էության նաեւ ասում են այսպես վստահելի չեք։ Մենք մենք որևէ թևից որևէ թև չենք անցնում։ Մենք համագործակցության մշակիր ենք ստորագրել միասնության թևերի հետ, որը պայմանավորվել ենք մեր ուժերը միավորել։ Չի ստացվում։ Տարբեր պատճառներով չի ստացվում։ Միասնության թևերը թև չի ստացվում։ Դա մեր համար մեզ համարժեք կառույց է, երկու համարժեք կառույցներ իրար հետ համագործակցության մշակիր են ստորագրել, սկսել են համագործակցությունը չի ստացվում։ Մեր պատճառների մասն հայտարարել են, ինչի համագործակցությունը չի ստացվում։ Ցավալի է, որ չի ստացվել, անկեղծ ասում եմ, ցավալի է, որ չի ստացվել, բայց ասել, որ մենք մի թևից անցել ենք մյուս թևը, դա կեղծիք է, որովհետև միասնության թևերը ոչ մի թև չի։ Դա մեր պես նորաստեղծ կառույց է, ավելի շուտ մենք 3 տարվա ապտի գործող կառույց ենք, իրենք 10 տարի են գործում։ Կարելի ասել, որ խախտած ուղղակի այդ համագործակցություն չստացվեց։ Իդեպ ուժեղ Հայաստանը եւս նորաստեղծ կառույց է։ Եվ ասել, որ մի թևից մյուսն է ասում, որովհետև սրանք բոլորը նորաստեղծ կառույցներ են, իրանց միջև ընթանում են համագործակցության տարբեր տեսակի ձևաչափներով քննարկում։ Հուսում ենք, այս համագործակցությունը ստացվում։ Տեսեք, ես կարծում եմ, որ դրա մասին խոսալ են ընդհանրապես ժամանակավորած, հա, որովհետև արջին չորսած իրակաշին չեմ բաժանում։ Ես ընդհանրապես որևէ այդպիսի քննարկման չեմ մասնակցել եւ չեմ տեսնում դրա անհրաժեշտությունը սպայն, որովհետև առաջնահերթ իրացնություն իշխանապողությունը իրականացնել։ Եթե իշխանապողությունը տեղի ունենա եւ երբ որ իշխանապողությունը տեղի ունենա,
Ես կարծում եմ, որ կառավարության կազմը որպես այդպիսի երկրորդական հարց է լինելու։ Իհարկե, մենք պնդելու ենք նրա վրա, որ կառավարությունը կազմվածքի բարձր հանրային վաստակություն վայելող մասնագետ պրոֆեսիոնալ մարդկանցից եւ հայակվեն իր ներսում ունի այդպիսի մարդիկ, իհարկե չենք հավատնում ամբողջ կառավարության կազմը մեզանում լրացնելու, բայց մենք մեր ներսում եղած պրոֆեսիոնալներին բնականաբար կառաջարկենք։ Բայց իմ կարծիքով հիմա դրա մասին չգիտեմ, ինչ մեջ։ Հակառակը պետք է։ Չէ, դեռևս չեն սկսել, նորից եմ ասում, ես կարծում եմ, որ քննարկումների ժամանակը կգա այն ժամանակ, երբ որ մենք ձեր հետ միասին այդ հատկանցը ունենք։ Եկեք սենց էլի, եկեք բոլորս տրամադրվենք նրան, որ իշխանափոխությունը լինելու է։ Նորից ձեզ ասեմ էլի, տեսեք, հիշեք հետևյալը, հայակվեն աջակցում է ուժեղ Հայաստանին, բայց հայակվեն ներգրաված չունից ուժեղ Հայաստանի ցուցակի մեջ։ Ուստի այդ հարցերը դուք պետք է տան ուժեղ Հայաստանի ցուցակի ներկայացուցիչներին, կամ այդ չոր մտնիվար։ Մեր նպատակը ի վերջո շատ հստակ է։ Հասնել իշխանափոխության եւ ձևավորել ազգային իշխանություն, ոչ թե դուք ադրբեջանական նպատակ իշխանություն ունենալ եւս երրորդ անգամով։ Մեր նպատակը դա է։ Այդ իշխանության ներսում նախարարական պաշտոններով կսպասվեն։ Կարևոր հարց է, բայց ամենակարևորը չէ։